Նախ գոհունակությունս եմ հայտնում այն փաստի արդի, որ պարոն Հայրապետյանի կողմից հայցվող հանձնաժողովի գործունեության ապագայի մասին բազմաթիվ հարցադրումներ հնչեցին, դա վկայում է, որ մեր հարգարժան գործընկերները իսկապես ուշադրության կենտրոնում են պահում մեր կյանքի կարևորագույն հարցերը։ Եվ տպավորություն կարող է ստեղծվել, թե տալիս ենք այնպիսի հարցեր, որոնք կարելի է տալ նախարարներին, որպես ոլորտի անմիջական պատասխանատուներ։ Բայց ես ուզում եմ իմ մասով հավաստիացնել, որ այս հարցերը բնավել ավելորդ չեն, հենց միայն նրա համար, հարգելի պարոն Հայրապետյան, ես ավանսով եմ ասում, ենթադրենք դուք եք արդեն ղեկավարում հանձնաժողովը, հենց միայն նրա համար, որ ձեր հանձնաժողովն է իրականացնելու խորհրդարանական վերահսկողություն կառավարության գործունեության նկատմամբ, ուրեմն առնվազն այս հարցերը պետք է ձեզ տրվեին։ Իսկ հիմա մի քիչ ավելի որոշակի։ Այո, խոսում ենք Սփյուռքի հետ հարաբերությունների մասին։ Ես չեմ լքում իմ կարծիքը առայն, որ գտնում եմ, որ Հայաստանին պետք է Սփյուռքի նախարարություն, մի քանի առումներով, այդ թվում, ինչպես արդեն ասացի, թե զուտ բարոյահոգեբանական առումով, թե նաև հարաբերությունները քաղաքական բարձրության վրա պահելու նկատառումով, բայց միայն նախարարություն ունենալով չի։ Մենք, ինչպես արդեն որոշ գործընկերներ իրավացիորեն նշեցին, շատ մեծ ուշադրություն պետք է դարձնենք պետությունը այդ Սփյուռքում այլ երկրներում ներկայացնողներին, այսինքն դեսպաններին։ Այսօր անուններ ես երբեք չեմ տա, որովհետև անձնական բամբասանքի հարթություն չի սա, բայց դեսպաններ ունենք, որ քարտեզի վրա այդ պետության տեղը չեն իմացել, բայց հենց լսել են այդ մասին, վազելով գնացել են դեսպան։ Դեսպանությունը իրանց համար վերածել են անգործության եւ պարապ ինքնահիացման օթյակի, եւ ոչ միայն չեն նպաստել Հայաստանի եւ տվյալ պետության փոխհարաբերությունների ներդաշնակմանը, այլև իրենցից կախված բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներ արել են այդ հարաբերությունները փչացնելու համար։ Խնդրում եմ ապագայում ուշադրություն դարձնեք։ Այո, պետք է Հայաստանը ներկայացնող դեսպանները գան այստեղ, այդպիսի իրավակարգավորումներ մենք պետք է մտածենք միասին, որ գան այստեղ նոր ստեղից գնան այդ դեսպանական կյանքը ճակերտավոր կամ անճակերտ վայելելու, որովհետեւ նրանք ոչ թե այսինչ սապայի ապրանքատեսականին են ներկայացնում արտասահմանում, կամ այսինչ աճպարարի մտքի արգասիքը, այլ պետություն են ներկայացնում։ Հաջորդը մենք անընդհատ խոսում ենք մշակույթի, գիտության ոլորտի իրավակարգավորումները եւ այլն։ Մտածում ենք մենք այդ մշակույթի եւ գիտության ոլորտի մարդկանց ապրելակերպի պայմանների մասին։ Ես որպես համալսարանի դասախոս եմ սա ասում, որ եւ վստահ եմ սա միայն պետական համալսարանում չէ, անընդհատ գիտնականներին ծանրաբեռնում են ինչ որ պարտականություններ, ամբողջ աշխարհում փաստաթղթային բեռը տնտեսությունը կրճատվում է, մեր երկրում չգիտես ինչի ավելանում է։ Այս հայտարարագիրը լրացրա, այն փաստաթուղթը բեր, այս կետերը, այս բան եւ ոչ մի անգամ չեն մտածում այդ դասախոսի այդ գիտնականի վիճակը բարելավելու մասին։ Նույնը վերաբերում է մշակույթի ոլորտին։ Մենք անընդհատ խոսում ենք դերասանների որակի եւ այլն, բայց մոռանում ենք այդ դերասանները այսօր մեր շատ հարգարժան հարգված դերասանները ճարահատյալ, քանի որ պետական աջակցություն չկա թատրոններին եւ այդ մնացած մշակութային կազմահաստատություններին։ Այսօր կոպեկների դիմաց ստիպված են այդ այլանդակ սերիալներում նկարահանել եւ խաչքաշել իրենց թարավոր անցյալի վրա։ Սրա մասին պետք է մտածել։ Դասագրքերի մասին իմ հարգարժան գործընկերոջ հետ մենք մի փոքր բանավիճեցինք եւ եկանք ընդհանուր հայտարարի առայն, որ մենք բանավիճելու փոխարեն պետք է այլևս հետամուտ լինենք ունենալ որոշակի իրավակարգավորում, որ դասախոսը չննի գիրք գրի գիշերները, հետո մտածի այդ գիրքը ոնց փաթաթի ուսանողի վզին, որ ուսանողն էլ գնա այստեղ այնտեղ գանգատվի, որ պետք է համալսարանը բուհը մտածի այնպիսի համակարգ, որ ուսանողի ուսման վճարներից առանձնացնի որոշակի ֆոնդ, որ տրամադրի տվյալ դասախոսին, ով ամեն տարի ելնելով պրակտիկայի նորություններից, գիտության նորություններից, օրենսդրության նորույթից թարմացնի նյութը եւ էլեկտրոնային եղանակով հասցնի ուսանողին։ Այսինքն ստե ոչ թե դասագիրքը իրացնելու խնդիրը պիտի լուծենք մենք, այլ դասագրքի բովանդակությունը ուսանողի համար մատչելի դարձնելու խնդիրը։ Հաջորդը հատուկ ուշադրություն պետք է դարձվի հանրակրթական ուսումնական հասկացությունների ավելի ստույգ, ավելի կոնկրետ դպրոցների, տնօրենների այդ մրցույթների անցկացման։ Գիտեք, դարձյալ անձնական բամբասանքով չեմ զբաղվի, բայց ես երբեք ձեռնունայն չեմ խոսում առանց փաստերի, բայց դպրոցներ կան, հատկապես շրջաններում, որտեղ դպրոցի տնօրենի ընտրությունը, դա ասենք բժշկական հաստատություններում կներեք ռուսերեն արտահայտվելու համար
որտեվ մեր պաշտոնական լեզուն պարտավոր ենք մենք գրական հայերենով խոսել, պիցի մինուտկայի նման բան է դառնում, գլխավոր բժիշկը որ հելնում պատտվում է հիվանդասենյակներով, 5 րոպեում թղթերը բերում են, ասում են, սա է մասնակցում, ովքեր էլ որ հայտ են ներկայացնում հանգարց մրցակցել, սրանց հանդեպ սկսում են իրավաչափ եւ ոչ իրավաչափ սպառնալիքներ եւ ոտնձգություններ, եւ հորով են անում այսպես ասած, ու դարձյալ դպրոցի տնօրեն մնում այն, ով որ որոշված էր, խնդրում եմ ուշադրություն դարձնեք, ազգային ժողովը մտածեք այդ ուղղությամբ, որ ներկայացուցիչ ունենա ցանկացած հանձնաժողովում մրցույթային, որտեղ պետքա անցկացվի դպրոցի տնօրենի մրցույթը։ Եվ այսօր մենք գիտենք տնօրեններ, որոնք վաղուց արդեն զբաղվում են ուղեղի սովաբուժությամբ եւ վերջին տասնամյակում ժամանակ չեն գտել ընթերցանությամբ զբաղվել, բայց իրանց ճակատին գրած է, որ իրանք պետքա լինեն այդ դպրոցի տնօրենը, որովհետեւ այդ դպրոցի տնօրենը եղել է իր նախապապը, հետո պապը, հետո հայրը, հետո ինքը եւ իրավահաջորդության կարգով այդպես շարունակ։ Հաջորդը ուսման որակի մասին մենք անպայման պետք է հոգանք, հարգելի գործընկեր։ Դարձյալ որպես դասախոս եմ ասում, տեսնում ես նույն ուսանողը 8 անգամ գալիս է քննության։ Մոտարապես հիշում ես ծանրամարտի մրցումներ, 6 անգամ մոտենալ ծանրաձողին։ Եվ գիտեք պատճառաբանությունը ինչն է։ Ասում է, բա որ դուրս թողենք, ուսման վարձ տվող է սա։ Այսինքն սրա ուսման վարձից, որ մենք հրաժարվենք, ես առաջարկում եմ, հետո իհարկե մենք ավելի լուրջ կքննարկենք, բայց այդ ընդունելության ցուցակները բաց պահել։ Պետք չի փակել եւ արխիվացնել։ Եթե տվյալ ուսանողը, որը փաստորեն ժամանակից շուտ մատնում է գիտության հետ լրի վերջնահաշվարկ կատարած լինելու իր կեցվածքը, նրան գա փոխարինի են ուսանողը առաջին կուրսում, որը նույնպես պատրաստ է վճարել, որը գալու է եւ իր ներկայությամբ զարդարի տվյալ բուհը, այսինքն սովորի եւ իր բուհի այցելությունը ոչ թե կատարի նորաձևության վերջին նվաճումները ցուցադրելու համար, այլ իսկապես սովորելու, գիտելիք ստանալու եւ վերարտադրելու համար։ Եվ վերջում խնդրում եմ ձեզ եւ հորդորում, ես ինքս էլ պատրաստ եմ որպես իրավաբան մեր հարգարժան գործընկերների հետ աջակցել այս գործընթացին, հատուկ ուշադրություն դարձրեք մեր եթերային քաղաքականության նկատմամբ։ Այսօր շատերս ամաչում ենք երեկոյան հեռուստացույցի առջև նստել, որովհետև եթե մենք մի ժամանակ աշխատանքից հետո մեր ավագ ընկերները, ինձանից ավելի ավագ ընկերները գալիս էին տուն հեռուստացույցի առաջ նստում հանգստանում էին, դիտելով մեր գեղեցիկ հաղորդումները, որոնք քարոզում էին ավանդապաշտություն, ընտանեկան ջերմություն, խաղաղություն, համերաշխություն, ընկերասիրություն, մարդասիրություն։ Այսօր այդ եթերային անտնտեսվար քաղաքականության արդյունքում մենք ստիպված ենք ամեն օր երեկոյան տեսնել այդ խայտառակ սերիալները, այդ անբարոյականություն, խուլիգանություն, ավազակություն, բռնություն եւ նման այլ բացասական երևույթներ քարոզող ստիպված ենք լինում մարսել այդ հաղորդումները։ Խնդրում եմ, սրանք մեր կյանքի կարևոր ոլորտներն են։ Էլի շատ բան կա ասելու, բայց հարգելով ձեր համբերությունը, գնահատելով այն, չեմ ուզում չարաշահել, խնդրում եմ այս ուղղությամբ ուշադրություն դարձրեք։ Եվ չնայած մենք տեղ չենք գտնի նույն հանձնաժողովում, ես որքանով հասկանում եմ, բայց ես պատրաստ եմ իմ աշխատուժը, իմ հնարավորությունները ծառայեցնել իմ ասած ուղղություններով, եթե զգամ, որ իսկապես ձեր մոտ մեծ է այդ ուղղություններով իրական քայլեր կատարելու վճռականությունը։ Շնորհակալ եմ ուշադրության համար։